Ազգի մեր ժողովրդի խիղճը գնում գալիս է այստեղ։ 9 գիշեր փողոցում, առանց վրանի, Անտունի նման։ Ինքն իր մասին այսպես է խոսում Գեղամ Օհանյանը եւ ավելացնում. Եթե ոչ ես կամ նա, ապա ելով պիտի հիշեցնի, որ անարդարություն է տեղի ունեցել, որ Նուբարաշենի բանտում արդեն 23 օր հացադուլ է անում Արթուր Օսիպյանը։ Այստեղ մենք արդար պահանջով ենք ու հղում ենք անում այն պայմանավորվածությանը, որի անունը սահմանադրություն է։ Մեր պայմանավորվածությունը խախտվել է քաղաքացիական։ Մենք պայմանավորվել ենք, որ ապրում ենք այս օրենքներով, այս օրենքներով ենք իրար հետ հարաբերվում ու այդ հարաբերումը խախտվել է։ Հերիք չի խախտվել է, մի հատ է խախտվել է առաջի դեմքի կողմից։ Վարչապետի հետ վիճած Օսիպյանը ձերբակալվեց քարոզարշավի ընթացքում։ Պատերազմի մասնակից տղամարդուն Նիկոլ Փաշինյանը փախած անվանեց, կշտամբեց, ինչու չի զոհվել ռազմի դաշտում։ Այս դրվագից ժամեր անց Օսիպյանին մեղադրանք առաջադրվեց բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, խուլիգանության եւ քարոզչությանը խոչընդոտելու հոդվածներով։ Վարչապետի թիմակիցներն էլ զուգահեռ սկսեցին պնդել, թե Օսիպյանի ձերբակալության հիմքում ոչ թե վարչապետին ուղակի հարցեր տալն է եղել, այլ նրա սպառնալից գրառումը, որը ի դեպ 2 ամսվա վաղեմություն ուներ։ Եթե մենք այս հարցը չենք բերում ուշադրության կենտրոն, մենք մի հատ շատ մեծ անկում ենք ապրելու։ Ես իմ կյանքի փիլիսոփայությունն է, էլի միշտ ինքս ինձ հարց եմ տալի, ով եթե ոչ ես, ու հայտնվեցի այստեղ։ Այստեղ հայտնվելուց հետո դեռ չհայտնված արդեն մարդիկ ասացին, որ միանում են ինձ, ես այստեղ մենակ չեմ նստածույցի։ Օր-օրի հյուծվող բժշկական օգնությունից հրաժարված, ազատազրկված արցախցի տղամարդու պատմությունը, որ ակտիվ քննարկվում է սոցիալական ցանցերում, Գեղամի նախաձեռնած նստածույցի շնորհիվ արդեն դուրս է եկել փողոց։ Երեկվանից էլ մի խումբ հանրային գործիչներ ֆեյսբուքյան գրառումներ են անում, որ Օսիպյանի համար անձնական երաշխավորություն են ստորագրել։ Արցախցի տղամարդուն ազատ արձակման դեպքում նրա պահվածքի համար իրենք են պատասխանատվություն կրելու։ Գրեթե ամեն երեկո էլ նախագահական նստավայրի դիմաց Բաղրամյան մետրոյի հարևանությամբ Օսիպյանի վիճակով անհանգստացած մարդիկ են հավաքվում, ելույթներ ունենում։ Ես չգիտեմ, ինքը հիմա պատուհանից երբեմն նայում է, տեսնում է, որ այստեղ տասնյակ հարյուրավոր մարդիկ երեկոյան ժամի հավաքվում են ու խնդիր ունեն, հանրային խնդիր ունեն, որը իր պահպանման ներքո է, սահմանադրություն է խախտվել։ Անտանելի է, երբ ատելության խոսքը, հոգեբանական ճնշումը, վարչական ռեսուրսի չարաշահումը, ցինիզմն ու մանիպուլյացիան փորձում են սպանել մարդուն։ Չի դադարում ֆեյսբուքում Օսիպյանի մասին գրառումներ անել նրան երբևէ չճանաչած եւ անծանոթ Գեղամ Օհանյանը։ Իսկ այս ընթացքում Նուբարաշենի բանտում Արթուր Օսիպյանը հրաժարվում է դադարեցնել հացադուլը։ Փաշինյանից պահանջում է ներողություն, արժանապատվությունը վիրավորելու համար։ Վարչապետն արդեն ասել է. ոչ մի ներողություն էլ չի լինելու։ Այսպես մինչև ուր, եթե փակեն իշխանության դռներն ու սրտերը։ Եթե ինչ-որ մեկը խիղճ չունի ու խղճով չի առաջնորդվում, ապա կանի այն ինչը որ պարտավոր է անի ճնշումով։ Ու այդ ճնշումը միայն կարա անի ժողովուրդը, այն ուժը, որը Իրանից բարձր է։ Սա առաջին դեպքը չէ, երբ բարոյականությունը մենակ կռվի է դուրս եկել։ Մաշտոցի պուրակից մինչև էլեկտրիկ Երևան, բանակն իրականումից մինչև Ամուսարի համար պայքարող երիտասարդ տղամարդը ասում է. հիմա էլ կիսատ է թողել գործերը բարձուն կրթական նախաձեռնությունում։ Մեծ ճամբար ունենք 200 հոգանոց երեխեքի ու 12 օրից 13 օրից սկսելու է, ես դեռ չգիտեմ ոնց եմ հասցնելու, ճամբարի կազմակերպիչը ես եմ, բայց Աստված առաջ։ Ու կմնա փողոցում, կգիշերի բաց երկնքի տակ, որ հանկարծ չմեռնի արդարությունը։ Ինչով խնդիրը լուծվի։ Երբ որ գնում ես քայլերի, դու պետք է հասկանաս այդ քայլերի լրջությունը ու պետք է հասկանաս նաև կիսատ թողելու լրջությունը, կարևոր, այսինքն դու ինչ հարված կարաս հասցնես կիսատ թողելով։